Վոլգոգրադի կենտրոնի կայարանում պայթյուն է տեղի ունեցել նախօրեին, որի հետևանքով ըստ երկրի քննչական կոմիտեի տվյալների զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ։ Շրջանի իշխանությունները հաղորդել են 18 զոհի մասին։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն պայթյունը որակել է ահաբեկչություն, ենթադրվում է, որ այն իրականացրել է կին մահապարտ ահաբեկիչը, սակայն ըստ տեսագրությունների ենթադրությունները ուղղվել են այլ կետի։ Ահաբեկչության մեջ է կասկածվում դաղստանցի մի տղամարդ, ով Ալլահին իր երդումն է տվել կատարելու իրեն վերագրված սրբազան պարտքը։ Վերջին ամիսների ընթացքում սա երկրորդ ահաբեկչությունն էր Վոլգոգրադում, նախորդը հոկտեմբերի 21-ին էր, ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել 30 մարդ։ Ահաբեկչության հեղինակը կին մահապարտ Դաղստանի բնակչուհի Նաիդա Ասիալովան էր, ով գտնվում էր քրեական հետախուզման մեջ։ Իսկ այսօր դեկտեմբերի 30-ի առավոտյան եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Վոլգոգրադում, նախնական տվյալներով մահացել է 15 մարդ։ Տրոլեյբուսներից մեկում պայթուցիկ նյութը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ենթադրյալ մահապարտի մարմնի մասերը դուրս են բերվել եւ ուղարկվել են գենետիկ փորձաքննության նրա անձը պարզելու համար։ Քննիչների տվյալներով պայթեցված ռումբի հզորությունը կազմել է առնվազն 4 կիլոգրամ տրոտիլային համարժեքով։ Ավելի վաղ շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարևանությամբ гտնվող տներում պայթյունի ալիքից ապակիներ են կոտրվել։ Այս տեղեկությունները քննչական կոմիտեում հաստատվել են։ У меня цветы все попадали, все, а муж спит у окна, и все стекла прямо на него. Слышал. Взрыв был такой, что я отпрянула от окна и думаю, да что же, и сразу подумал, что это бомба. Вспышка, потом стекла посыпались, потом крик раздался здесь, ну, быстрее оделся и на улицу, тут уже народу. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը խստացրել է անվտանգության միջոցները ռուսաստանյան կայարաններում եւ օդանավակայաններում կապված Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Բացի այդ, անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Վոլգոգրադի շրջանի հարևան մարզերում։ Վոլգոգրադում հնգօրյա սուգ է հայտարարված։ Գյորգի Հասյացյան, Հորիզոն։